Երկրորդ շոկային նորությունը առաջինից մի քանի օր անց։ Հիմա էլ Ռուսաստանը հայտնում է 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցնելու մասին։ Հայկական հանքային ջուրն արգելվել է թե օֆլայն, թե օնլայն խանութներում։ Ռուսաստանի սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանելու լիազորություն ունեցող անկեղծ նշան պիտակավորման համակարգը Ռոսպատրիապնադզորի ցուցումով արգելափակել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված ջերմուկի նոր խմբաքանակները։ Արձանագրվել են պարտադիր պահանջների խախտումներ եւ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության հնարավոր վնասը կանխելու համար։ Համակարգը վերահսկում է շուկայի ամբողջ շղթան, արտադրությունից մինչև վերջնական վաճառք, ինչը հնարավորություն է տալիս արագ մեկուսացնել խախտումներով ապրանքը եւ ապահովել, որ սպառողին հասնի միայն անվտանգ ու ստուգված արտադրանք։ Այս տեղեկությունից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Ջերմուկ գրուպում։ Թե իրացման ցանցից, թե արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն, հայտնել է տեսչական մարմինը։ Մենք էլ ենք ստուգում Հայաստան եկող ապրանքների որակը եւ այո, կարող է նախկինում այդպիսի ստուգումներ չեն եղել այդ մեծ ծավալներով, բայց ես կարծում եմ, որ օրինակ ժամանակն է, որպեսզի մենք եւս բոլոր երկրներից Հայաստան եկող ապրանքների նկատմամբ որակական շատ կարևոր հսկողություն սահմանենք, որովհետեւ մեր քաղաքացիների առողջությունը շատ կարևոր է մեր համար։ Ավելի վաղ, ապրիլի 27-ին կասեցվել էր 338,000 շիշ ջերմուկի վաճառքը։ Այսպիսով, ժամանակավոր սահմանափակումների ենթակա ապրանքի ընդհանուր թիվը հասնում է 1.4 միլիոն միավորի, գրում է RBK-ն։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով այստեղ արտառոց որևէ բան չկա։ Ցանկացած ապրանքի դեպքում կարող են խնդիրներ հայտնաբերվել։ Քաղաքական հարաբերությունները իրականում իշխում է բավականին լավ են, եթե անկեղծ ու հետեւաբար ես չեմ կարող նման պնդում անել, որովհետև նման պնդում անելու համար որևէ հիմք չկա։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով դեպի ԵԱՏՄ արտահանումը աճել է 5 անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն նվազել է մոտ 5%-ով։ Մասնագետի դիտարկմամբ այդ բազմակի աճը պայմանավորված է ոչ թե քանակով, այլ որակով։ Ռուսական շուկայում կան բազում կասկածելի ծագման այլ արտադրանքներ, որոնք Հայաստանի շուկայում չեն ներկայացված։ Եվ այս տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնությունը կարող ցանկացած այլ ապրանք սահմանափակեր արտահանումը, քանի որ որակի խնդիր կարելի էր գտնել ցանկացած ապրանքի մեջ, բայց նախընտրեց հենց ջերմուկի խմբականակը սահմանափակել։ Այստեղ որոշակի հարցեր են առաջանում, որովհետև եթե գյուղատնտեսական ապրանքի սահմանափակում լինել, ենթադրենք որոշակի մրգի բանջարեղենի խմբականակի, ապա այս սահմանափակումները կբերեին անդառնալի կորուստներ, որտեղ սահմանին մեկ շաբաթ կամ երկու շաբաթ սառեցումը ապրանքի միանգամից այն փչացնում է եւ այն պետք է դուրս գրել։ Հանքային ջուրը պիտանիության ժամկետի խնդիր չունի։ Նման սահմանափակումներն ըստ տնտեսագետի սովորաբար վերացվում են 2-3 շաբաթվա ընթացքում, որից հետո խմբականակը մուտք կգործի Ռուսաստանի շուկա։ Թավադյանի գնահատմամբ այս սահմանափակումը չի առաջացնի էական ֆինանսական խնդիրներ ոչ տնտեսվարողի, ոչ էլ Հայաստանի համար։ Սա ավելի շատ ունի քաղաքական նախադրյալներ։ Տվյալ սահմանափակումը ջերմուկի խմբականակի հետ կապված ավելի շատ առաջացնում է ավելի շատ մեդիա աղմուկ, քան տնտեսական դժվարություններ մեր համար եւ միգուցե եւ ի սկզբանե այս սահմանափակումը ստեղծված էր դրա համար։ Պիտակավորման համակարգը ջերմուկի 2.5 միլիոն շշի վաճառքը Ռուսաստանում կասեցրել էր նաև 2024 թվականին, երբ հայտարարվել էր Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորման մասին։ Այդ ժամանակ ռուսական կողմը պնդել էր, որ շիշը պարունակել է քացախաթթու հանքային ջրի փոխարեն։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։